Բարի երեկո, բարի գալուս Թայլոր, ես Սոնա Թորոսյանն եմ, ծանոթացեք մեր հիմնական թեմաներին։ Ինչպես է թանկարժեք տեխնիկան դառնում մեղ կամ բաժակ, մաքսանենգության բացահայտված ամենախոշոր դեպքի հետքերով։ Ադրբեջանական դրոշը այլևս Ղարաբաղում չի բարձրանա, արտգործնախարար Նալբանդյանի պատասխանը Իլհամ Ալիևի մտքի հերթական փայլատակումներին։ Ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցների բացմանն ինչպես է վերաբերվում երկրի ղեկավարը։ Նախագիծն առաջին անգամ քննարկվեց ազգային ժողովում։ Էկզոտիկ ու սննդարար Աֆրիկայից Հայաստան է ժամանել 300 ջայլամ, մեր թղթակիցն արդեն հասցրել է ճաշակել աֆրիկյան թռչնի համը։ Ջրհեղեղ աշխարհի ամենատարբեր անկյուններում՝ Ստամբուլ, Չինաստան, Լեհաստան, դրությունը խիստ ծանր է հատկապես Վարշավայում։ Նախորդին Հայլուրը պատմեց մի քանի միլիարդ դրամի հասնող մեր երկրի պատմության մեջ թերևս ամենախոշոր մաքսանենգության բացահայտման մասին։ 2 տարի շարունակ Հայաստան է ներկրվել թանկարժեք կենցաղային ապրանք, էլեկտրատեխնիկա, շինանյութ, բայց մաքսային վճարների ծավալը նվազեցնելու համար այդ ամենը ձևակերպվել է անհամեմատ ցածր մաքսատուրք ունեցող ապրանքների անվան տակ։ Հարուցվել է միանգամից 3 քրեական գործ, մեղադրանք ներկայացվել 12 անձի, 3-ը պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներ։ Ինչպես է թանկարժեք տեխնիկան դառնում բաժակ կամ մեղ, դեպքի հետքերով այսօր գնացել է Արթուր Գրիգորյանը։ Հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է մարդկանց, ովքեր գիտեն, թե ինչպես են կահույքն ու շինանյութը կամ Սոնին ու Պանասոնիկը դառնում պոլիէթիլենի տոպրակ։ Նրանք առայժմ 8-ն են, մեկը թմրամոլ, մյուսը մահամերձ հաշմանդամ, մնացածները սոցիալապես անապահով մարդիկ, որոնց անունով եռամսյակը մեկ Հայաստան է ներմուծվել ավելի քան 2 միլիարդ դրամի ապրանք։ ՀՔՑ-ում ասում են, որ սա մաքսանենգության բացահայտված թերևս ամենախոշոր գործն է։ Քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը ցուցադրում է խոզարկությամբ պարգրավված իրական հաշիվ ապրանքագրի մի պատճեն 27 անուն ապրանքի համար՝ Sony, LG, Panasonic եւ այլ հեռուստացույցներ ու կենցաղային տեխնիկա։ Նույն տեղում կեղծարարները գրել էին, թե ինչ պետք է ցույց տրվի դրանց փոխարեն՝ բաժակ, կերամիկական ամանեղեն, մետաղալար, պոլիէթիլենի հումք եւ այլն, ինչը եւ արվել էր կեղծ հաշիվ ապրանքագրում։ Դա միայն մեկ կոնտեյների համար է 10800 կիլոգրամ քաշով։ Ընդ որում այդ ամբողջի 9400 կիլոգրամ ծավալը ցույց է տրված որպես հումք, որը 0% դրույքով հարկվող է։ Նշված 8 անձանց ֆիրմաները իրականում ներկրող չեն եղել, դրանք ստեղծել է առայժմ չբացահայտվող մեկ շահագրգիռ կողմ, սպասարկելու համար մի շարք ընկերությունների եւ ֆիզիկական անձանց։ Մաքսանենգությունը կատարվել է հետեւյալ կերպ. Երբ ապրանքը մտել է Հայաստան, հիմնականում Արաբական Էմիրություններից, իրական ուղեկցող փաստաթղթերի փոխարեն դրվել է համակարգչով պատրաստված կեղծը։ Հետո արդեն Երևանում ապրանքները բարեհաջող խուսափել են մաքսային հսկողության գոտուց։ Հայտնաբերվել առգրավվել է նաև համակարգչային տեխնիկան, որի միջոցով կատարվել են այդ կեղծիքները, մասնավորապես համակարգիչը, սկաներ եւ գունավոր պրինտերը, որոնց միջոցով իրական հաշիվ ապրանքագրերի տվյալները մուտքագրվել են համակարգիչ, փոխվել են արդեն կեղծ տվյալներով։ Շուրջ 2 տարի տևողությամբ մաքսանենգ ճանապարհով են ներմուծվել տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փաստացի պատկանող բեռներ։ Հատուկ քննչական ծառայությունում դեռևս դժվարանում են նշել պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը, բայց ասում են, որ խոսքը բազում միլիարդ դրամի մասին է։ Իսկ հիշատակված 8 անձինք ամսական ստացել են $50-100։ Առգրաված են մաքսային ու հարկային գործեր, ծառայությունն այժմ խոզարկություններ եւ գույքագրումներ է անցկացնում իրական ապրանքատերերի պահեստներում։ Արթուր Գրիգորյան, Արման Ղարիբյան, Հայլուր։ Հայաստան է ժամանել Ավստրիայի նոր դեսպանը Միխայել Փոստլը նախ հյուրընկալվել է նախագահի նստավայրում։ Ի թիվս այլ հարցերի Սերժ Սարգսյանն ու ավստրիացի դիվանագետը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ։ Նախագահը շեշտել է, որ Ղարաբաղյան խնդրում Ավստրիայի հավասարակշիռ դիրքորոշումը ինքնին լավ աջակցություն է։ Ավստրիան պատրաստ է Հայաստանի կողքին լինել նաեւ եվրոինտեգրման ճանապարհին։ Նորանշանակ դեսպանի հետ այսօր բացառիկ հարցազրույց է ունեցել մեր գործընկեր Արտակ Ալեքսանյանը։ Միխայել Փոստլը Երևանի սրտում իրեն զգացել է ինչպես հարազատ Շտեֆանպլացում։ Գեղեցիկ քաղաք է, հուսով եմ, որ ժամանակ կունենամ հաջորդ անգամ տեսնելու ավելի շատ ու նաև քաղաքից դուրս։ Պաշտոնապես մի քանի ժամ որպես դեսպան եւ ընդամենը 1 օր Երևանում անցկացրած Միխայել Փոստլը հետաքրքրությամբ դիտում է Երևանը։ Պրոֆեսիոնալ դիվանագետը միջազգային հարաբերությունների Վիեննայի համալսարանի դասախոսը, որ եղել է Ավստրիայի դեսպանը Իրանում, առնվազն 4 տարի ներկայացնելու է այդ երկիրը Հայաստանում։
My scope is just to strengthen and develop the bilateral relation. Իմ նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Կա առևտրատնտեսական հարաբերությունների մեծ ներուժ։ Երկու շաբաթից Հայաստան է ժամանելու Ավստրիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում լինելու է 30 գործարար։ Հայ-ավստրիական հարաբերությունների նոր մեկնարկն այսօր տրվեց նախագահի նստավայրում, որտեղ Միխայել Փոսլը հանձնեց իր հավատարմագրերը։ Պաշտոնական արարողակարգի հաջորդազրույցում դեսպանը տեղեկացրեց, որ հունիսի 25-ին Ավստրիայի արտգործնախարարի այցը նպատակ ունի նախանշել փոխգործակցության նոր ծրագրեր, հատկապես տնտեսության և մշակույթի ոլորտներում։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ գործակցության մեծ ներուժը հնարավոր է լավագույնս իրացնել երկկողմ և Եվրամիության ծրագրերի շրջանակում։ We are happy that we focus now more on the Southern Caucasus countries, on the three countries. Այժմ հարավային Կովկասը մեր ուշադրության կենտրոնում է։ Վերջերս մենք պատվո հյուպատոսություն ենք բացել Վրաստանում և հուսով եմ, որ կբացենք նաև Հայաստանում։ Բացի այդ, Երևանում ունենք ավստրիական ավիաուղիների ներկայացուցչություն, ինչը չունենք Վրաստանում։ Ուղիղ չվերթները հենց սերտ շփումների մասին են վկայում։ Իսկ սերտ շփումները այսօր էլ կան։ Երևանում գործում է ավստրիական գրադարանը, մեկ շաբաթ առաջ ավստրիացի մասնագետների մասնակցությամբ գերմաներենի սեմինար էր։ Դեսպանը խոստանում է շուտով կլինեն ցուցահանդեսներ, գիտնականների փոխանակման և այլ համատեղ ծրագրեր։ Ավստրիան և Հայաստանը մեկ ընդհանրություն ունեն, մենք ցամաքային երկրներ ենք։ Ավստրիան ունի լեռնային գոտիներ, ինչպես այստեղ, և կարողանում է զբոսաշրջային կենտրոն դառնալ։ Այդ առումով մեր փորձը գուցե օգտակար լինի։ Իր ընտանիքին դեսպանը իր խոսքով առայժմ պատմելու է իր հանդիպումների և հանրապետության հրապարակի մասին։ Քաղաքի հենց սրտում գործում է ավստրիական սրճարանը, իսկ երեկոյան երգող շատրվաններից հնչում է վիեննական վալսը։ Արտակ Ալեքսանյան, Արման Ղարիբյան, Հայլուր։ Իդեպ Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը բացօթյա համերգ է կազմակերպել Շոնբրունի կայսերական պալատում։ Ամառային գիշերվա համերգի մուտքն ազատ էր, հնչել են Ջոն Ուիլյամսի, Գուստավ Հոլստի, Օտո Նիկոլայի ստեղծագործությունները, նաև Շտրաուսի և Լանների վալսերը։ Այլալեզու կրթության փաստաթղթերի խնդիրն այսօր առաջին անգամ քննարկվեց ազգային ժողովում։ Լեզվի և հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ դրվեց դեռ 2 ամիս առաջ, ու միանգամից դարձավ հանրային բուռն քննարկումների առարկա։ Հասարակության արձագանքն ու գնահատականը միանշանակ չէ, թերևս գուցե ինֆորմացիայի պակասի կամ խնդրի շահարկման պատճառով։ Այսօր որոշ պարզաբանումներ է ներկայացրել նաև նախագահի մամուլի քարտուղարը, մասնավորապես խնդրին երկրի ղեկավարի դիրքորոշման վերաբերյալ Արմեն Արզումանյանը շեշտել է, որ ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի դպրոցների բացումը հնարավորություն կտա օժտված երեխաներին ոչ թե բռնել օտարության ճամփան, այլ լիարժեք կրթություն ստանալ հենց հայրենիքում։ Իսկ հայագիտական առարկաների դասավանդումն այդ դպրոցներում լինելու է պարտադիր։ Օտարալեզու դպրոցների բացման մասին օրինագիծը ներկայացնող կրթության նախարարը պատրաստակամություն է հայտնում քննարկել ու նաև հաշվի առնել բոլոր օբյեկտիվ առաջարկները։ Հանրային մոտ երկամսյա քննարկումների արդյունքում մեկ անգամ արդեն օրենքի նախագիծը լրամշակվել է։ Խոսքը վերաբերում է տվյալ դպրոցների քանակին, այն կրթական աստիճանին, որից հնարավոր է իրականացնել նմանատիպ կրթություն։ Խոսքը վերաբերում է հայոց լեզվի և հայագիտական առարկաների դասավանդման օրենսդրական երաշխիքին և համապատասխան տարածքային բաշխվածությանը։ Նախատեսվում է Հայաստանում բացել 15 այլալեզու կրթության փաստաթություն, որոնցից 8-ը մայրաքաղաքում։ Դպրոցների թվի սահմանափակումն ըստ նախարար Աշոտյանի պայմանավորված էր հասարակական պահանջով և այն մտավախությամբ, որ դրանց թիվն աստիճանաբար կաճի։ Անահիտ Բախշյանի հարցին հնարավոր է որևէ դպրոց օրենքի ընդունումից հետո սկսի այլալեզու կրթություն իրականացնել, նախարար Աշոտյանի պատասխանը բացասական է։ Պարտավոր ենք մերժել։ Բացառապես ոչ պետական ուսումնական հաստատություններ կարող են նման օտար լեզվով ծրագիր իրականացնել։ Ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով կամ մեկ այլ օտար լեզվով կրթության իրավունք կունենան նաև միջպետական միջգերատեսչական համաձայնագրերով ստեղծված կրթօջախները։ Պատգամավոր Բիշարյանն էլ մտահոգված է վճարողն իր պայմանները կառաջադրի։ Երևանում այդ կարգով գործող հաստատությունները վաղուց ինտեգրվել են մեր երկրի կրթական չափորոշիչներին, նշեց նախարար Աշոտյանը։ Երեխաներն այդ դպրոցներ կընդունվեն, երբ տարեականից անցնեն միջին դասարան, այլալեզու կրթությունը նաև ավագ դպրոցում կլինի։ Միջինը, ինչպես գիտեք, 5-ից 9-րդ դասարանն է։ Մենք պատրաստ ենք ավելի հստակեցնել, թե միջին աստիճան, երկրորդ կրթական աստիճան ասելով մենք որ դասարանը նկատի ունենք։
ԲՀԿ-ն առաջարկում է օտարալեզու կրթությունը բացառապես ավագ դպրոցից սկսել պայմանական 7-րդ հիշեմ նորինագծի հեղինակները միջազգային փորձից են վերցրել ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, դասացուցակի բոլոր առարկաները բացի հայագիտականից կուսուցանվեն օտար լեզվով։ Քննարկվում է նաև այդ առարկաները զուգահեռ հայերենով դասավանդելու հարցը։ Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնական հաստատությունում կրթական ծրագրերը իրականացվում են գրական հայերենով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։ Սկզբունքային փոփոխությունը փաթեթի հենց այս դրույթն է։ Փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա ունենալ կրթական ծառայությունների բազմազանություն, նոր մեթոդաբանություն, ծրագրեր ու դասագրքեր։ Այլալեզու դպրոցների շրջանավարտները հնարավորություն կունենան իրենց ատեստատով ընդունվել աշխարհի առաջատարային